Հունվարի 16-ին կեսգիշերին մոտ Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Գուրգեն Սարգսյանը։ Նա Ստեփանակերտի հոսպիտալում է, վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։ Պատահարի որոշ մանրամասներ արդեն հայտնի են։ Գուրգեն Սարգսյանին հրազենային վիրավորում հասցնելու մեջ կասկածում են կրտսեր սերժանտին։ 19-ամյա Գուրգենը Վայոց ձորի Հորբատեղ գյուղից է։ Համայնքի ղեկավարը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, որ երիտասարդը շատ գոհ էր ծառայությունից, երբեք որևէ բողոք չի ունեցել։ Նույնիսկ լավ ծառայության համար ամռանն արձակուրդ են տվել։ Արարատի մարզի Այգեստան գյուղում այսօր տեղի է ունեցել զինվորական հոսպիտալում նախօրեին մահացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի հոգեհանգիստը։ 20-ամյա զինծառայողը ծանր վիրավորվել էր 2016 թվականի դեկտեմբերի 30-ին հակառակորդի կրակոցից։ Օրեր առաջ հարազատներին հայտնել էին, որ երիտասարդը վերջապես գիտակցության է եկել, սակայն նրա ուղեղի վրա այտուց էին հայտնաբերել։ Խելացի տղա էր, ելող տղա էր, ընկերասեր տղա էր։ Ոնց որ բոլորը ինքն էլ սպասում էր այն օրվան, որ գա հասնի իր ծնողներին։ Շատ սպասում, ստացվեց։ Գարիկ Վարդանյանն ընտանիքի ավագ որդին էր, հունվարի 17-ին պետք է զորացրվեր։ Արցախի նախագահի հրամանագրով Վարդանյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։ Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարեց, վերադառնում է քաղաքականություն։ Բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ձևավորելով լայն դաշինք։ Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների առջեւ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով։ Նա նշել է, որ իշխանության չի ձգտում, բայց իր հեռանալուց հետո նրա համոզմամբ քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ եւ գործիչ այդպես էլ չի կարողացել լրացնել։ Վստահ է, որ անելիք ունի, որ կարող է փոփոխություններ ապահովել։ Դա նաեւ իր անձնական պարտքն է համարում։ Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու։ Կյանքից այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրել եմ մինչև վերջ հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի։ Ծառուկյանի հայտարարությանը հետևեցին տարբեր ենթադրություններ ու կանխատեսումներ։ Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանին միանան ՀԱԿ-ը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։ Փոխարենը չի կարծում, որ նրա հետ նույն թիմում աշխատելու ցանկություն հայտնեն Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը։ Մամուլի տեղեկություններով էլ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչև վերջ համաձայնեցված չի եղել եւ հիմա իշխանությունը ստիպված կլինի քաղաքական դաշտի նոր դասավորություն մտածել այլ ուժերի համար։ Խորհրդարանական ընտրություններին ընթരാճ քաղաքական միավորում են կազմել Վարդան Օսկանյանի համախմբումը, Վիկտոր Դալաքյանի երրորդ հանրապետությունն ու Արամ Սարգսյանի դեմոկրատական կուսակցությունը ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու են դաշինքով։ Երեք կուսակցությունները համագործակցության համաձայնագիր են կնքել։ Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ դաշինքը բաց է եւ պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի եւ միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են իրենց մտահոգություններն ու տեսակետները։ Իսկ Սեյրան Օհանյանը շարունակում է իր գործունեության մասին առայժմ միայն Facebook-ի միջոցով տեղեկացնել։ Սոցցանցում հերթական հրապարակման պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է, որ այսօրվանից փոփոխությունների փուլի մեկնարկն է տալիս։ Վստահ է, որ հանրությունը սպասում է դրան։ Օհանյանը շարունակում է նաև քաղաքական խորհրդակցությունները, բայց հանդիպումների մասին չի մանրամասնում։ Փոխարենը համախմբում կուսակցությունից են հայտնել, որ այսօր նա հանդիպել է կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի հետ։ Կարեն Կարապետյանը հունվարի 24-ին երկօրյա այցով Ռուսաստան կմեկնի։ Ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևն է հրավիրել։ Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են պաշտոնական հանդիպումների եւ քննարկումների մասին, իսկ մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ ռուսական կողմը ջանք չի խնայում Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի աչքում Կարապետյանի վարկանիշը բարձրացնելու համար։ Նույնիսկ պատրաստվում են մեծ ներդրումներ անել շուրջ $300 միլիոն չափով։ Մամուլը նաեւ Կարապետյանի ակտիվ գործունեության արդյունքում նրա ուղղությամբ, այսպես ասած, գլորումներ է նկատել։ Մինչդեռ նախկինում լրատվական դաշտն անգամ համերաշխություն էր դրսևորում նորանշանակ վարչապետի նկատմամբ։ Թուրքիայի խորհրդարանի падգամավոր Կարո Փայլանի դեմ հայց են ներկայացրել դատարան, պահանջում են նրան զրկել падգամավորական մանդատից եւ Թուրքիայի քաղաքացիությունից։ Պատճառը հայազգի падգամավորի ելույթն է, նա համարձակվել է խորհրդարանում ցեղասպանություն բառն օգտագործել, ինչը թուրք ժողովրդի հասցեին վիրավորանք են որակել։ Օրերս Կարո Փայլյանը մեջլիսում խոսել էր հայոց ցեղասպանությունից, ինչից հետո խորհրդարանական 3 կուսակցությունների падգամավորներն իրար հերթ չտալով քննադատում են հայազգի գործչին։ Դրան արդեն զրկել են խորհրդարանի 3 նիստի մասնակցելու իրավունքից։ Երևանում բնակարաններից մեկում դի են հայտնաբերել, բնակիչը չի արձագանքել դռան-թակոցներին ու հեռախոսազանգերին, հարևաններն էլ դիմել են փրկարարների օգնությանը։ Բացելով բնակարանի դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 75-ամյա Լ.Ղ.-ի դին։
Հունվարի 17-ին դոլարը հատել է 486 դրամի սահմանը, թանկացել են նաև եվրոն ու ռուբլին։ Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոինը 519, ռուբլունը 8 դրամ 21 լումա, ֆունտինը 591 դրամ։ Հունվարի 18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, որոշ շրջաններում մառախուղ կլինի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում վաղը թույլ ձյուն է սպասվում, անպամացություն եւ մառախուղ։